Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ, օրենսդիր գործադիր իշխանությունների, դատական, իրավապահ համակարգերի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, անկախ և ինքնավար մարմինների, հատուկ ծառայությունների հարգելի ներկայացուցիչներ, հարգելի զինծառայողներ, ոստիկաններ, փրկարարներ, կրթական, մշակութային, առողջապահական հաստատությունների հարգելի աշխատողներ, սիրելի ուսանողներ և աշակերտներ, սիրելի ժողովուրդ։ Արդեն ընդգծեցի, որ պետական մարմինների այս առաջին համաժողովը աննախադեպ է մեր իրականության մեջ, բայց պետք է նաև պատասխանել հարցին, իսկ ինչու է այն տեղի ունենում հիմա։ Անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ապրել է գոյաբանական ճգնաժամի պայմաններում։ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերին COVID-ի համավարակի և պատերազմի պայմաններում այդ ճգնաժամը հասավ իր գագաթնակետին, մեր պետությունը դնելով անկախության, ինքնիշխանության, ինքնության ու լինելիության եզրին։ Բայց այսօր մենք ոչ միայն հաղթահարել ենք ճգնաժամը, այլև ինքներս մեզ և մեր պետությունը դուրս ենք բերել փակուղուց, նրա առաջ անկախության, ինքնիշխանության, անվտանգության ու բարեկեցության աննախադեպ հեռանկարներ բացելով։ Դա տեղի է ունեցել նախ և առաջ մեր նահատակների զոհողությունների շնորհիվ և ես նրանց առջև ծնկի գալու և նրանց ընտանիքների առաջ խոնարհվելու որևէ առիթ բաց չեմ թողել։ Գոյաբանական ճգնաժամի հաղթահարումը տեղի է ունեցել նաև մեր ժողովրդի պետականակենտրոն բնազդի շնորհիվ, ինչի համար բազմիցս մեր ժողովրդին շնորհակալություն հայտնելու առիթներ ունեցել եմ։ Բայց ճգնաժամի հաղթահարումը տեղի է ունեցել նաև մեր պետական մարմինների անսասանության շնորհիվ։ Անորոշության և կասկածների միջավայրում պետությունը կարող էր փլուզվել ներսից, բայց Հայաստանի Հանրապետության պետական մարմինները անսասան մնացին, դառնալով այն անկյունաքարերից մեկը, որի վրա դժվարին պահին հենվեցին Հայաստանի Հանրապետությունը և նրա ժողովուրդը, և ես ցանկանում եմ դրա համար շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների բոլոր աշխատողներից, այսինքն ձեզնից բոլորիցը։ Ես էլ ծափահարում եմ։ Ահա այս ջանքերի շնորհիվ մենք հասել ենք մի կետի, որ կարող ենք ասել Հայաստանը ներկայումս ապրում է իր վերջին 500 տարվա պատմության ամենահեռանկարային շրջանը։ Առաջիկա 500 տարում Հայաստանի Հանրապետության լինելիությունը ապահովելը իրատեսական և կիրառական է, քան երբևէ, և այս պատմական հնարավորությունը իրացնելու համար անհրաժեշտ է առաջնորդվել վերը ձևակերպված հետևյալ հիմնադրույթներով։ Առաջին, պետությունը հայ ժողովրդի բարձրագույն ձեռքբերումն է, նրա բարձրագույն արժեքը և գերագույն նպատակը։ Երկրորդ, պետության գոյության գերագույն նպատակը իր միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքում իր քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունը կամ մեկ բառով ասած երջանկությունը ապահովելն է։ Երրորդ, այս նպատակին հասնելու համար պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, ով իր հերթին պետք է ուժեղացնի պետությանը։ Չորրորդ, այս խնդիրը լուծելու համար ինստիտուտները քաղաքականություններ մշակելիս պետք է առաջնորդվեն բացառապես պետական շահով, որն է տնտեսական զարգացումը։ Հինգերորդ, պետությունը իր արտաքին և ներքին բոլոր հարաբերություններում պետք է հենվի լեգիտիմության սկզբունքի վրա։ Այս 5 պարզ հիմնադրույթների կիրառումը, հարգելի ներկաներ, և մեր բոլոր ոլորտների, բոլոր քաղաքականությունների ու որոշումների բխեցումը այս հիմնադրույթներից ապահովելու է մեր պետականության ոչ միայն գոյությունը, այլև զարգացումը առաջին
առաջիկա հարյուրամյակներում։ Սա ոչ միայն մի խնդիր է, որի լուծման բանաձևը մենք երբեք չենք ունեցել, այլև մի նպատակ է, որը մեզանում երբեք ձևակերպված չի եղել։ Ահա թե ինչու է ժամանակը, որում ապրում ենք, պատմական։ Ահա թե ինչու է առաքելությունը, որը մեր առջև է, պատմական։ Ահա թե ինչու են մեր ձեռքբերումները, որին հասել ենք անցնելով դժոխքի միջով, դարակազմիկ եւ այդ ձեռքբերումները պաշտպանության կարիք ունեն։ Հայաստանի Հանրապետությունը այսօր պետություն է, քան երբևէ, անկախ է, քան երբևէ, ինքնիշխան է, քան երբևէ, եւ մեր պետությունը մեր անվտանգության, ազատության ու բարեկեցության, այսինքն երջանկության գործիք դարձնելու մեր նպատակին մոտ ենք, քան երբևէ։ Այս նպատակն իրագործելու եւ այդ վիճակն առաջիկա հարյուրամյակներում ոչ միայն պահպանելու, այլև զարգացնելու այնպիսի հնարավորություն ունենք, որ չենք ունեցել երբևէ։ Այս հնարավորությունն է, որ պետք է գտնվի բոլորիս եւ նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ նրա պաշտոնյաների, այսինքն պետական մարմինների պաշտպանության ներքո։ Եվ սա է այս համաժողովի առանցքային նպատակը ու ասելիքը։ Իմ կոչն ու խնդրանքն է բոլորիդ վերցնել այս ասելիքը, այս խոսույթը եւ դարձնել ամենօրյա աշխատանքի հոգեբանություն եւ գիտակցություն, ամենօրյա աշխատանքի գաղափարախոսություն, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ։